Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կդիմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, պահանջելով քննել քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարքը։ Օրերս Երևանի ավագանու նիստում քաղաքապետը հրապարակավ կոպտեց ավագանուն դիմադիր անդամ Անահիտ Բախշյանին, ասելով «Ձեր ձենին կարոտ չենք»։ Մարգարյանը նաև անբարոյական անվանեց այն քաղաքացիներին, որոնց շենքի հետ կապված խնդիրներ փորձում բարձրաձայնել ավագանու անդամը։ Երկու տարբերակ կա։ Առաջ տարբերակը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին դիմելը, որը մենք անպայման կանենք։ Մյուսը կա նաև զրպարտության հիմքով վարչական դատարան մտնելը, որը իհարկե անվիլովին կախված է Տիկին Անահիտից, եթե ինքը որոշի։ Եթե էթիկայի հանձնաժողովն այս դիմումը վարույթ ընդունի, ապա դա կլինի արդեն երկրորդ դեպքը։ 3 տարի առաջ էլ հիշեցնենք հանձնաժողովը վարույթ էր հարուցել կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտների ձեռնարկատիրական, մասնավորապես տրանսպորտի ոլորտում որոշակի բիզնես շահերի առկայության հետ։ Անահիտ Բախշյանը հրաժարվեց ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի թեմայով որևէ հարցի պատասխանել։ Միայն ասաց, սա առաջին դեպքը չէ, երբ Տարոն Մարգարյանն ավագանուն դիմադիր անդամներին վիրավորում, հեգնում ու ծաղրում է։ Հիշեցնենք Դավիթ Հաշենի երկրորդ թաղամասի թիվ 43 շենքի հարակից կանաչապատ տարածքում զոհված ազատամարտիկների ընտանիքին հողատարածք նվիրելու քաղաքապետի որոշումը զայրացրել էր բնակիչներին։ Նրանք ասում են, դեմ չեն, որ օգնություն տրամադրվի այդ ընտանիքին, սակայն պնդում են, դա չպետք է արվի իրենց կանաչ տարածքի հաշվին։ Բախշյանն էլ նիստի ընթացքում փորձում էր ճշտել, թե ինչու է քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերում գրված խնդրո առարկա տարածքը անբարեկարգ է, եթե դա այդպես չէ։ Ընդ որում հենց Բախշյանն է բոլորովին վերջերս դիմել քաղաքապետարանին զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցով։ Իր պատասխանում սակայն Մարգարյանը շրջանցեց Բախշյանի բարձրացրած փաստաթղթային անճշտության հարցը։ Եվ միայն առաջի հարգի բնակիչն է, որ չի համաձայնվում, պարզ ասելով, որ հենա ես կսարքեի։ Բարոյական չի, երբ որ մեկ ընտանիքից ամուսին եւ որդի զոհվել են Արցախյան պատերազմին, այո, լավ ենք արել, տվել ենք ու էլի տալու ենք։ Լավ եմ արել, էլի եմ տալու։ Ու ինչքան զոհվածի ընտանիք կա, իրանց կողքին եմ լինելու։ Ինչքան էլ փորձեք նախանձաբար, ինչքան էլ փորձեք նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել։ Ես փաստաթղթի մասին եմ խոսում, դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ փաստաթղթերում միտեղ նկար եք տվել, ուրիշ բան գրել եք հարթ անբարեկարգ տարածք։ Ձեր ձենին կարոտ չենք, մնացեք։ Բարև Երևան խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն Ազատության հետ զրույցում ընդգծեց, երբ ընդդիմությունը թվականակով քիչ է լինում, իշխող կուսակցության անդամների մոտ, այսպես ասած, մուսկուլներ ցույց տալու գայթակղություն է առաջանում։ Հնարավոր է, որ ինքը ձայնին կարոտ չլինի տվյալ ավականու, բայց տվյալ ավականուն ընտրել են ընտրողներ, իմիջիալոց գրեթե այնքան ինչքան պատգամավորների, մեկ պատգամ, մոտապես 20,000-ի չափ։ Եվ ակնհայտ է, որ այդ ավականին նաև հասարակության մի հատվածի ձայնն է բարձրացնում, որքան էլ ձայնը դուր չգա, կարոտ չլինի ձայնին, բայց այդ ձայնը պետք է հնչի։ Տարոն Մարգարյանի հայտարարությունից վիրավորվել են քաղաքապետի հիշատակած շենքի բնակիչները։ Նրանցից Դուխիկ Ղազարյանն Ազատության հետ հեռախոսազրույցում ասաց, ամաչում է, որ նման քաղաքապետ ունեն։ Քաղաքապետը այդ որտեղից գիտի այդ բլոկովները ով է բարոյական, ով է անբարոյական, եւ որ ոչ ոքի հետ ոչ մի շփում չի ունեցել, ոչ մեկի բերանից մի բառ անգամ չի լսել, ու ինքը կանգնում ասում է անբարոյականներ։ Հիմա ով է մեզանից անբարոյական։ Ամաչում եմ, որ իմ հայ ազգը նման քաղաքապետ ունի։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն Ազատությանը փոխանցեց քաղաքապետի խոսքը ոչ թե կոնկրետ անձանց, այլ երևույթներին է ուղղված եղել։ Անձնավորված վիրավորանք չի եղել։ Ասում է ձեր ձայնին կարոտ չենք, դա եղել է զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցությանը ընդդիմանալու, դա իմ խորին համոզումն է։ Դրա վիրավորական լինելը խնդրում եմ ուղղակի ճշտեք Տիկին Բախշյանից, բայց չմոռանաք, խնդրում եմ, հարցնեք, թե օրինակ ասենք Տարոն Մարգարյան, Անահիտ Բախշյան միջանձնային հարաբերություններում փոխադարձ հարգանքի ինչպիսի մակարդակ կա։ Խոսքը վերաբերում է հրապարակավ հայտարարությանը։
Դրա համար ես նորից եմ կրկնում։ Ես նորից եմ կրկնում Տիկին Բախշյանին հարցրեք։ Իդեպ Տարոն Մարգարյանը նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։ Ազատության հարցին, թե արդյոք Մարգարյանի վարքը քննարկվելու է կուսակցությունում, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է՝ քաղաքապետարանի հարցերը ԿՄՆԻՍՏ-ում չեն քննարկվելու։ Ընտրված քաղաքապետը շատ մեծ սեր ու հարգանք է վայելում Երևանում։ Ձեր կուսակցությունում անգամ սա քննարկման առարկա չէ, որ Տարոն Մարգարյանը թեկուզ մեկ երևանցու անբարոյական է անվանում եւ Անահիտ Բախշյանին է հայտարարում։ Ինչու՞։ Որտեղ ես պատասխանեցի։